անսահման համեղ կիևյան կոտլետներ ենք պատրաստում հյութեղ միջուկով և խրթխրթան կեղևով։ Նախ և առաջ հացը թրջում ենք կաթով, հետո սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացնում ենք կանաչի, սխտոր, խառնում ենք, կտրատում ենք սուլուգունի պանիրը մեզ հարմար չափերի, կարագը տեղավորում ենք պոլիէթիլենային թաղանթի վրա, տեղավորում ենք պանիրները և այսպես փաթաթելով ուղարկում ենք սառցախցիկ մինչև սառի։ Վերցնում ենք հավի ազդրամիս և փափկամիս և աղում ենք։ Ինձ օգնության է գալիս իմ գորենի ապրանքանիշի գերհզոր մսաղացը։ Կոմպակտ չափերի շնորհիվ շատ քիչ տեղ է զբաղեցնում խոհանոցում ու իր գործը կատարում է իդեալական։ Ի դեպ, այս նույն մսաղացից կարող ես ունենալ հենց դու, եթե բաժանորդագրվես Գորենի Armenia Instagram-յան էջին եւ մեկնաբանություններում նշես ընկերոջդ։ Պայմանները շատ պարզ են, փորձիր հաջողությունդ, գուցե հենց դու ես հաջողակը։ Եվ այսպես, մեր պատրաստի խճողակը լավ խառնելուց հետո մի կողմ ենք դնում։ Կարագը հանում ենք սառցախցիկից, բաժանում ենք մեզ հարմար կտորների, խճողակից ափի չափ վերցնում ենք, գունդ ենք պատրաստում ու ձեռքի մեջ այսպես բացում ենք, ինչպես ցույց եմ տալիս։ Կարագի կտորը դնում ենք կենտրոնում եւ ամեն կերպ փորձում ենք այն թաքցնել եւ միաժամանակ կոտլետի տեսք ենք տալիս։ Կոտլետները ձևավորում ենք, հետո մեկ-մեկ թաթախում ենք նախ ձվային մասսայի մեջ, հետո տեղավորում ենք պաքսիմատի մեջ եւ այսպես վարում ենք ամբողջ կոտլետների հետ։ Դասավորում ենք սկուտեղի վրա եւ մնում է միայն տապակել։ Տապակում ենք առատ բուսայուղի մեջ, երկու կողմից կարմրեցնելով, մինչեւ այսպես անուշ կարմրելը ու մատուցում ենք։ Ես համոզված եմ, որ այս բաղադրատոմսով փորձելուց հետո ձեր խոհարարական վարկանիշը մի քանի անգամ ավելի կբարձրանա տանեցիների աչքին, այնպես որ պատրաստեք անպայման եւ չմոռանաք մասնակցել մեր մրցույթին։